Իմ ուսանողական տարիներին մենք գնում էինք տարբեր հիվանդանոցներ, տարբեր բաժանմունքներ պրակտիկայի, այդ թվում նաև հոգեբուժարան։ Հոգեբուժարանի պացիենտները հաճախ լինում էին շատ ագրեսիվ, վիրավորում էին, անպատվում էին ոչ միայն մեզ, որ երիտասարդ պրակտիկանտներ էինք, այլ նաև այն մեդպերսոնալին, որը ամենօրյա կարգով իրենց նկատմամբ խնամք էր տանում, իրենց բուժում էին։ Պատկերացրեք, որ մեդպերսոնալը կամ մենք այս պացիենտներին իրենց համապատասխան պատասխան տայինք։ Հիվանդը առողջ է, չի կարելի համեմատվել հիվանդների հետ եւ նույն նժարին իջնել։ Հայրիկս ասում էր, որ շունը քո վրա հաչում է կամ քեզ կծում է, դու չես կարող շան վրա հաչալ կամ շանը կծել, որովհետեւ ինքը շուն է, դու մարդ ես, դու պետք է մարդկային դիրքից նայես այդ ամեն ինչին։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ շատ եմ տեսնում, երբ որ իմ ընկերներում կամ համացանցում ակտիվ մարդիկ այսպես բանավեճի են բռնվում այն ընտրազանգվածի հետ, որը ընտրել են Նիկոլ, ու փորձում են սրանց դավցի բերել, ինչ-որ բան բացատրել, հասկանում եք հարգելի հայրենակիցներ, դուք իզուր եք պատնում ձեր ժամանակը, որովհետև բոլոր նրանք, ովքեր իրենց ուղեղի վրա մեկ առողջ բջիջ ունեին, արդեն հասկացել են ինչ է իրենից ներկայացնում Նիկոլը։ Իսկ մնացածին, այդ որ դուք փորձում եք ինչ-որ բան հասկացնել, պատկերացրեք, որ թմրանյութի տակ գտնվող մարդուն դուք մոտեցել եք ու իրան փորձում եք բացատրել, որ ինքը առողջ ապրելակերպ չունի կամ ինքը վատառողջ է, իրեն բուժում է պետք։ Անհնար բան է, չէ՞, որ ինքը հասկանալը։ Ինչ պետք է անել։ Պետք է ժամանակ տրամադրել, որպեսզի այս մանիպուլյացիաների, կեղծիքի, ստախոսության, պոպուլիզմի, պրոպագանդայի տեխնոլոգիաները ավելի շատ մարդ չախտահարեն, որպեսզի այս պացիենտների թիվը չշատանա։ Պետք է հակաթույն լինի։ Այսինքն, ինչով են մարդկանց դարձնում իրենց գեր, ինչով են զոմբիացնում, ինչով են թմրանյութի տակ են գցում, պոպուլիզմով, պրոպագանդայով եւ մանիպուլյացիաներով։ Օրինակ, ինչի վրա պետք է ժամանակ ծախսել, եւ սա չի լինի անիմաստ, օրինակի համար։ Երկրի top 1 ստախոս կեղծարարը մեղադրում է ընդդիմության ընտրազանգվածին, որ կաշառքի փոխարեն են ձայն տվել։ Այսպես է, թե ոչ։ Եթե այսպես չէ, հարգելի հայրենակիցներ, ուր են ձեր դատական հայցերը։ Սա պետք է լիներ մասսայական, դուք պետք է գնայիք դատարաններին այնպիսի քանակությամբ հայտեր ներկայացնեիք, որ այս ստախոս մանիպուլյատորը չկարողանար տակից դուրս գալ։ Պետք է հակաթույն լինի մանիպուլյացիաներին։ Օրինակ, ինչպիսի մանիպուլյացիաներ են կիրառում, հասարակ օրինակ բերեմ։ Ծառը ընկել է մարդու վրա եւ մարդը մահացել է, դժբախտ դեպք է, բայց այս դժբախտ դեպքը այս մանիպուլյատորները օգտագործում են իշահ իրենց։ Այս մասսայական ծառասպանդից իրանք փող են լվանում։ Այդ իսկ պատճառով այսպիսի շեշտ են դնում, որ բնակչությունն է մեղավոր, որ թույլ չի տվել այս ծառը հատեն, այդ իսկ պատճառով ծառը ընկել է եւ մարդը մահացել է։ Ես չգիտեմ որևիցե դեպք, որ գնացել Երևանի բնակիչներին հարցրել են այս ծառը հատեն թե ոչ։ Եղել է այդպիսի բան։ Եթե չի եղել, ուր են ձեր բողոքները։ Չէ՞ որ ձեր երեխաների եւ ձեր թթվածին են հատում։ Երևանի փողոցներում տասնապատիկ անգամ մարդ է մահանում ավտովթարներից։ Այս մասին չեն խոսում, որովհետեւ իրանք սրանից փող չունեն։ Իսկ ծառահատումից իրանք փողեր են լվանում։ Մանիպուլյացիա, օրինակ դպրոցներ են սարքում, նկարում են, վերանորոգել են այս դպրոցը, այն դպրոցը, բայց չեն խոսում, որ Հայաստանով 230 դպրոց պետք է փակվի։ Այսպիսի ստախոսության, այսպիսի մանիպուլյացիաների դեմ պետք է պայքարել, որովհետև նման բաները ախտահարում են եւ այն զգացմունքային միամիտ մարդկանց վրա, որոնք դյուրահավատ են եւ հեշտությամբ են տրվում մանիպուլյացիաներին, սրանք վերջնիտողում դառնում են Նիկոլի հոգեբուժարանի պացիենտ։ Սե պոզին պոզ գահասնի, լսած կեղնի կտպես արդահայդություն։ Նոր քիչում առաջ, նու երևի մի ժամ առաջ, կիսվել եմ մի հատ հրաշք հայ աղջիկա բժշկու ռոլիգով, Լիաննա Թոքմաջյան, որ ես ռոլիգիցս հետո ինքն է էլի, կիսվել եմ։ Միջև եկուցել էլի ուրիշ բան չեմ ենի, որ գտնիկ։ Չնայած շատ մարդ իրան գիտե, ամենայն դեպս, մտեք լսեք։ Լսելուց հետո այսպես այ մերթ ստատիստիկականից, դե քանի որ դի իմ բանս չէ, իմ պոլես չէ, Դադաստան, հանրային այդ գործողություններ, բան, կուսակցություն եւ այլ, ես այնպես այդ ռակուրսից չեմ նայել, բայց միտք կա էլի
կարաճանա, հարց կարաճանա ներողություն։ Ախպեր, այդ կան մարդուսի գոր գվիրավոր է։ Կես միլիոնից ավել մարդ է։ Սաղիդ կսե դուք վեզյատիչնիկ եք։ Ես չգիտեմ այդ բանը կոդեքսի ուգալովնի կոդեքսի ժարգոններով դի ինչ հոտված է, ինչ էր մարդու արժանապատվություն, բան, մանտի գնացեք դուք ռազմիրատեր եք։ Ձեզի վիրավոր եք, կլավուզնիկ կսե, ձեր պարտեգը ինչ է դուր անունը։ Դիք դուր համար սրոք չկա, նու սրոքսելով ոբշեմ։ Հա կրնակ ամեն մեկը դա առանձին բողոք ղրգեք, չէ խոսքի օրինակ։ Այստեղ մեկը կալերի, մյուսը կսե լավ է ինչ գալող տնեմ։ Բայց չորը դորով կրնած զբաղվի այդ նույն ընդդիմությունը, որին դրողին է վիրավոր է։ Չգիտեմ միգուցե իրանք այդպես դատական բաներ հավաքեն իրանց ընդրողների ստորագրություններ, բանոր բաներ են, հա, տանտադի սրան, չգիտեմ, խաբար չեմ, միգուցե չեմ կարծի, բայց մեկ է տեսար։ Միջև թե եվրոպական այդ դատարանները, բաները, վերջը կես միլիոնից ավել մարդ է ձեզից են տվել։ Հնգել եք գեղերով, բաներով ու պիտի կենեք, որ մենք ինչ որ խոսք ենք տվել, կենենք։ Դիք նուրսած կաբիգություն է։ Ձեր ընդրողին վիրավորել են։ Եթե իրոք պես բան չկա, ինչի՞ չեք հավաքե սաղ ձեր ընդրողներին սեք ժողովուրդ, հələ մի հատ արեք օբշի բանի տակը ստորագրեք, մենք պիտի դադի տանք սրան։ Հիմա այն բանեն է, այն հարտագում ենք, հա, դադի տալ, բանման, դուք պետք է ենեք, ստեղ պետության, պետականության, ոբշեմ հարցեր է, չէ, ստեղ պրեմիեր մինիստր կուզե դառնա, թե արդեն դարել է, չէ, չեմ հաշվի օր դարել է, վիրավոր եկը, ֆակտիչիսկի ով որ իրան չի ընդրե, ինքը սաղին վիրավոր եկը, հələ ուր եք որ լսիկ վիրավորելով պրզնիկ, Գագիկ Ծառուկյան, բան, սպասեք հələ, բայց դուք դոր թեմը չեք ուզե առնի, ինչի, հա? Իսկ մեր զինվորական կամանդիր լիդեր տեղեկը, ինչքան ուշացրիք, այդքան ավելի շատ կնմանվիք բլոգերների, ու այն մարդիկ մտամ էլի, որ պդի կսեք արեք մեր կողմը կանգնեք, իրանք այդ տեղից կքչնան, թողնին կեշտան պրոստը, ու իրանց տեղը գլծվի, свято место пусто не бывает, գլծվի կեղդը, հետո է դուք պդի թրնի կեշտավ, հետո եսեք, որ մեզ եշ մարդ չհասկցավ, ձեզի կհասկնան, երբ որ դուք գործողություն երեցիք, հաջողություն